դու դատվելու ես։ Գորգորոցներով միմյանց հասցեին հնչող վիրավորանքներով է անցել Երևանի ավականու այսօրվա նիստը։ Ընդդիմադիր, իշխանական ու մերձիշխանական ավականու անդամների մայրաքաղաքի խնդիրների քննարկումները դառնում են խիստ քաղաքական ելույթներ։ Պարոն Սուքասյան, շատ կուզեմ հասկանալ, վերջը որ մանուկն եք, այն 1000 ճամբար փոխած, 1000 քաղաքական դրամ դեմը չոքած։ Որ այսօր դարձել եք իշխանության կոալիցիոն կցորդը, դուք դա ընդհանրեն անում եք նրա համար, որ ֆոտոշոփող շենքերը հեռացնեք իրարից, շին թրտուվություն տակ, ձեր այդ փոխկապակցված անձիկյալ բիզնեսները զարգացնեն, էտա ձեր հայրենասիրության ընկալումը, Վազգենի արձանը Շուշիում պղծեն ձեզ չտենալու տակ, այ էդ եք դուք, միատնեք դուք ով եք, ում ինչ եք ասում։ Տեղից բղավող Անի Խաչատրյանին զսպել, հանգստացնել չի կարող նույնիսկ նիստը վարող Արմեն Փամբուխչյանը։ Դե բնական է ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևի իրենց կոնտրոլը կորցնեն։ Մի րոպե, ձերդ։ Դեկի Խաչատրյան։ Փողոցում չես լավ քեզ մարդավարի պա։ Պարոն Սուքասյան։ Ուրեմն ունեցեք։ Լռություն մի վարքյան, սուս մնա։ Իա որն ա։ Ամբողջ Ղալմաղալն առաջացրել է քաղաքային իշխանության նախագիծը, որով ուզում են Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրում հիմնարկի 12 հաստիկ ավելացնել, նոր փոշեկուլ մեքենաների վարորդների ընդունել գործի։ Այս մեքենաները օգտագործվելու են բացառապես գիշերը։ Հաշվի առնելով նաեւ որոշ դեպքերում, որ աշխատելաժամանակը ավելի պակաս ժամանակով է աշխատելու, այսինքն ոչ թե օրինակ 8 ժամ է աշխատելու, 7 ժամ, այլ որոշ դեպքերում նաեւ 4-5 ժամ է աշխատելու տեխնիկան։ Ընդդիմադիր ավականու անդամների սրտով չէ ԵԱՍՄ տնօրեն Սաշա Կատվալյանի նախագիծը։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի համոզմամբ ամսական 407,000 դրամ աշխատավարձը գիշերներն աշխատող վարորդի համար քիչ է։ Պարոն Կատվալյան, պարոն Մարգարյան, նաև խնդրանքս ձեզ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածը բացեք միջև ելույթի ավարտը եւ գիշերային սմենով աշխատելու ժամանակ առնվազն 30% պիտի այդ մարդը հավելավճար ստանա։ Կրկնակի անգամ հարցը տվել եմ ձեզ, շատ պարզ եւ ձեզանից լսել եմ պատասխան, որ դրույքաչափ այդքան է եւ ավել գումար հատկացված չի։ Դա օրենքի խախտում է։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է 12 վարորդի փոխարեն 18 վարորդի ընդունել գործի, որպեսզի հերթափոխով աշխատեն, հանգստանան։ Քվեարկություն։ Չի ընդունվում ԿՊԱ-ականների նախագիծը, մեկ ձայն պակասում է։ Ընդդիմության պնդմամբ ԿՊ-ի կոալիցիոն գործընկեր Հանրապետություն կուսակցության անդամ Անի Խաչատրյանը չի քվեարկել նախագծի օգտին։ Նեղսրտել է, որ Մանուկ Սուքասյանի հետ բանավեճի ժամանակ ԿՊԱ-ականները չեն պաշտպանել իրեն։ 15 րոպե ընդմիջում է հայտարարվում նորից քվեարկելու համար։ Շատ լավ, կարող է դա իրանց դիրքորոշումը, թող այս անգամ ընդդիմության քվեարկության մասի։ Տեսնեք իրենք ամենքի շահի մասին մտածում են։ Երկրորդ քվեարկությունն էլ սայլետեղից չի շարժում, նախագիծը չի ընդունվում։ Իշխանական ավականու անդամները հերթով լքում են նիստերի դահլիճը, այսպես նաև տապալում տրանսպորտի ուղևարձը 100 դրամ դարձնելու ընդդիմության նախագծի քննարկումը արդեն երկրորդ անգամ։ Ապրիլի 18-ին ավականու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություններ տվել տրանսպորտի ուղևարձի թանկացումը կասեցնող նախագծին։ Տրանսպորտի գինը, որը այս իշխանության այս խմբակը բարձրացրեց, հետ վերադառնան նախկին գնին։ Ուրեմն տեսեք, Երևանից մինչև Գյումրի գնալը հանրային տրանսպորտը տարբեր կազմակերպությունների կողմից շահագործվող ֆայտոն եւ այլն կազմում է 1000-ից մինչև 1500 դրամ մեկ ուղևորա փոխադրումը։ Իսկ ճանապարհը կազմում է շուրջ 120 կիլոմետր Երևան-Գյումրի։ Դուք պատկերացրեք, այս գազանների ախորժակը, այսինքն գազանաբար ախորժակ ունեն, 300 դրամ էին ուզում, ընդամենը 1 կիլոմետր, 2-3 կիլոմետր տեղափոխելու համար, այն էլ ինչով, խուժան ժոնք թոնք ավտոբուսներով, որը էքսպերիմենտի մեջ են, այնպես են աղմկում, որ ուղղակի ցավում է։ Անպատասխանատու են անվանում ընդդիմադիրները քաղաքային իշխանություններին, կարծում են ավականու արտահերթ ընտրություններ են պետք։ Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։